Հունիսի 7-ին ընտրիր համար 7-ին նշանաբանով Գագիկ Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են։ Հանրապետության տարբեր համայնքներում անցկացվող հանդիպումները վերածվում են իսկական ժողովրդական ասուլիսների։ Հերթական կանգառը դարձավ Կոտայքի մարզի Քարսի գյուղը։ Բնակիչները տեղեկացել էին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը հրազդան է գնալու։ Ճանապարհին սպասում էին, նաև սեղան էին բացել։ Շնորհակալ եմ հյուրասիրության համար, միշտ ուրախ-առիթներով հանդիպենք, եղբայր ջան։ Թեև օրն աշխատանքային է, բայց Գագիկ Ծառուկյանին հրազդանում մեծաթիվ մարդիկ են դիմավորում, աղուհացով ու սրտաբաց։ Սրտե ձեր բոլորի ողջունը։ Շրջելով տարածքները, ուզում եմ մարդկանց լսեմ, իրենց խնդիրը, խնդրեմը, իրենց հարցերը պատասխանեմ։ Ես լինելով 5 գաղթականի սասունցուտոր, ինձ համար շատ կարևոր է փոքրացած Հայաստանի, ճգնաժամապրող Հայաստանի հարևանների հետ օրեցօր վատթարացող հարաբերությունները։ Համոզված լինենք, որ պարոն Ծառուկյանը ամեն ինչ կտանի ճիշտ ուղով, մենք էլ լավ կզգանք։ Հզոր Հայաստան, հզոր Ծառուկյանի հետ կլինի։ Ես ասեմ, Ժողովուրդ ջան, այո, Ծառուկյանը կապերն ունի, հնարավորությունն ունի, մոտեցումն ունի, պատկերացումների, վերլուծությունն ունի։ Ասում են բերել են խաղաղություն։ Ժողովուրդ ջան, խաղաղությունը ո՞րն է։ Ալիևը ոչ մի ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ, դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, թղթի տակ ստորագրում, որ երկու պետությունը իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք զարգացման բարեկեցությամբ։ Ամեն անգամ Ալիևի խոսալուց ես գիշերները չեմ քնում։ Ինձ ձևի է պահ, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբը տանը։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղել է, մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն։ Սա ինձ հետո պետք է նորմալ հանգիստ։ Թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա։ Խաղաղություն չկա։ Հրազդանցիները Գագիկ Ծառուկյանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Որպես լավ մարդ, շատ չես բարիքները ցանկանում կյանքում, իսկականից մարդու հետ ես բարևում խոսում ես Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ, զգացված եմ, սա մեկ անգամ եւս ինձ ավելի է պարտավորեցնում, որ մարդիկ հավատում են, հույս ունեն, լույս ունեն, առաջ անգամ եմ ձեզ հանդիպում։ Իմացեք, որ դա իրականության կլինի, ես Վարչապետ Ծառուկյան։ Վարչապետ Ծառուկյանը չի Վարչապետ Ծառուկյան, այո։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Շատ շնորհակալ եմ, որ այցելել եք մեր համային, պարոն Ծառուկյան։ Այցելության հաջորդ վայրը Չարենցավանն է։ Բնակիչների ընդունելությունը ջերմ է։ Ասում են Ծառուկյանն այն գործիչն է, որի կողքին իրենց ուժեղ ու պաշտպանված են զգում։ Ներս չեն կախում, հպարտությամբ միշտ ձեր կողքին ենք։ Այս Ծառուկյանն երբեք թույլ չի տա, որ դուք գլուխը հետ կախեք։ Դուք այն քաղաքագործիչներից մեկն եք, որի կողքով քայլելիս երբեք չենք ամաչում, հպարտ ենք միշտ ձեզանով ու միշտ ձեր կողքին ենք։ Դրա համար ես հանդիպելով ժողովրդի հետ ավելի պարտավորված եմ ինձ զգում, որ այդ վստահությունը հավատքը պահեմ պահպանեմ։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։